Իմ կյանքում ինչ որ տեսել եմ ասում։ Ես չեմ տեսել մի հատ շատ հարուստ մարդ լուրջ ապաշխարի։ Մեկը կիսատ բրատ։ Իմ իջայլոց։ Արտակին երևույթներից ապաշխարում է, բայց ոյ փառքից չի ապաշխարի։ Դժվար ապաշխարել է։ Հիսուսն էլ ասեց, ավելի հեշտ է, ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայություն։ Գիտեք ինչ մանա գրած ուխտը։ Այնպես կամ բացատրում ես խանասին։ Դե ուխտի վրա ասես բաներ կա, չէ՞, ասես։ Ուզում ասի, որ աշխարհի ամենաայլանդակ, մեղավոր, sense լրիվ այլանդված մարդը կարող է Աստծո արքայություն մտնի։ Քո հավասար շնացով փչացած մարդը, բայց հարուստը դժվար։ Որովհետև մարդ արարած է եղբայրներ քույրեր։ Ինքը պետք է հավատա, որ կյանքը նույնիսկ Սողոմոնի իմաստուն ժողով գրքում է կարծեմ գրում ասում ինձ շատ մի տուր, որ քեզ չուրանամ, քիչ էլ մի տուր, որ գողություն չանեմ, իմ ամենօրյա հացով, իմ սովորական հացով։ Խելացի հավատացյալը։ Եվ որ հարստությունը շատանում է, եթե հարստությունը շատացար քո ողորմությունը, ողորմած լինելը բնությունը չի շատանում, դու վտանգի մեջ ես։ Իմ մեր հերը շատ հարուստ է, բայց նրա ողորմությունը հավիտյան է։ 136 Սաղմոսն է, 26 նախադասություն է, և ամեն մի նախադասության մեջ գրած է, հզոր ձեռքով տարածողեն վանձյանոր ողորմության, 26 անգամ էլ ասում է, անոր ողորմությունը հավիտյան է։ Ամեն նախադասության մեջ ասում է, գոհացեք Տիրոջը, վանձը նրա ողորմությունը հավիտյան է։ Գոհացեք Աստված, նրա ողորմությունը հավիտյան է, եւ վերջի, գոհացեք երկինքի Աստծո վանձյանոր ողորմությունը հավիտյան է։ Տեսնում եք, ինքը ինչքան հարուստ է, նրա ողորմությունն էլ անսահման մեծ է։ Եթե քո հարստությունը շատանում է, քո ողորմածությունը հետը չի շատանում, դու ուրեմն նորմալ վիճակի մեջ չես։ Դու գնալու ես ագահության, գնալու ես կռապաշտության եւ հեռանալու է քո հավատքը Քրիստոսից։